Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինգշաբթին այսօր ես հյուրընկալել եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, խոսենք մեր ժամանակից, խոսենք մեր օրերից, մեր վիճակից։ Նախընտրական տարում ենք, սովորաբար այսպիսի ժամանակահատվածում ժողովրդավարության օրենքներին համաձայն սովորաբար լինում են ավելի շատ փոխզիջումային տրամադրություններ, ավելի շատ մեկը մյուսին հարգելու կամ ինչ-որ թեկուզ ձևացնելու, մեզ մոտ հակառակն է, գնալով ուժ գնանում է բռնությունը, բռնաճնշումները, նորանոր մարդիկ են ձերբակալվում, հայտնվում բանտում, զուտ են բանի համար, որ չեն կիսում իշխանությունների տեսակետը։ Խորհրդանական լսումներին հավանաբար հետևել եք, ինչ-որ բաներ ձեզ համար վերլուծել եք, ինչ կասեք, ինչպես կգնահատեք այս ընթացքը։ Նախ թույլ տվեք չհամաձայնվել, որ սովորաբար դառնում են, ավելի բարյացկամ կամ բան, չէ, ամեն տեղ էլ ընդհակառակ գնալով միշտ սրվում է, որովհետև քաղաքական պայքարը համաձայն են, բայց չէ, այլ հարց է, որ դեմոկրատիայի բաստիոնում դա լրիվ այլ կերպ են հասկանում, այո, համաձայն եմ, որ անգամ, տեսեք ինչ է կատարվում, ասենք եկեղեցու հետ, անգամ մարդիկ, որոնք ոչ մի բան չեն ասում, ընդամենը ասում են մեր ձևով, պարզապես հայտնվում են ճաղերի ետևում, չգիտեմ, լրագրողներ, փաստաբաններ, ով ասես, արդեն էլ չկա, տարբերություն քաղաքական ուժի ներկայացուցիչը, ընդհանրապես քաղաքականության հետ կապ ունի, թե չունի, թե պարզապես որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետություն իր անհամաձայնությունն է հայտնում իշխանությունների վարած քաղաքականության հետ, այո, պոտենցիալ բոլորը քաղբանտարկյալներ են, պոտենցիալ բոլորը։ Սա ձեր տեսակետից իհարկե իշխանությունը այլ բան է ասում, չունենք քաղբանտարկյալներ։ Դե հասկանալի է, որ իշխանությունը շատ բան է ասում, հետո ինչ է իշխանությունը ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո իշխանությունը ինչ ասա, իշխանությունը օրը մեջ բան էր բացում, գործարան էր բացում, որը պետք է արտադրի ավտոմեքենա, չգիտեմ, սառնարան, եսիմ ինչ, հետո ինչ, իշխանությունը, այս իշխանությունը այնքան է խաբել 7 տարիների ընթացքում, որ իշխանության ասածը, որ ասում է, եղած, չեղած, ինչ։ Իշխանությունը, որ գնում է ընտրությունների իրականում ձախողած բոլոր ոլորտներում, թե արտաքին քաղաքականության մեջ, թե տնտեսության մեջ, կրթություն, գիտություն, ամեն օր առողջապահություն, այսքանից հետո էլ դեռ այսպիսի բռնաճնշումներ։ Այդ խորհրդանական լսումների ժամանակ քաղաքական դաշտի հնաբնակներից պետական գործիչ Հրանտ Բագրատյանը մի այսպիսի ափսոսանքով եւ ցավով այսպիսի միտք հայտնեց, այսպես շարունակվելու դեպքում այս ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի վերջին ընտրությունները։ Գուցե մինչև հունիս դիմանանք, բայց ընտրությունները կարող են լինել վերջինը մեր կյանքում։ Գիտեք, ես սովորաբար այդքան վատապես չեմ։ Ես ուզում եմ, որ ընթացքով գնանք, էլի։ Ես ընդհակառակ ես մի ժամանակ չափից ավելի լավատես էի, հիմա ավելի չափավոր լավատես եմ, բայց պարզ է, որ ամենայն հարգանքով Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որովհետև ես իրոք շատ լավ ճանաչում եմ, շատ շփվել եմ, շատ հարգում եմ եւ որպես պրոֆեսիոնալ եւ որպես գործիչ, բայց գիտեք, եկեք մի փոքր ավելացնեմ, այո, եթե հասարակությունը, եթե ընդդիմությունը շարունակի այսպես, ապա ես ստիպված կլինեմ համաձայնվել պարոն Բագրատյանի հետ, եթե ընդդիմությունը իշխանության դեմ պայքարելու փոխարեն պայքարի միմյանց դեմ, այո, ես կհամաձայնվեմ պարոն Բագրատյանի հետ, եթե հասարակությունը որը ժամանակին կարծեք թե շատ ավելի սուր էր ընկալում ամենաթեթև բան, թեկուզ ասենք մեկ կտրած ծառ,
Էլ չեմ ասում շատ ավելի, հա, կամ մի քանի դրամ հոսանքի բարձրացում, գնի բարձրացում։ Հիմա կարծեք թե դարել է ավելի հա հանդուրժող, թեև այդ հանդուրժողության տակ կարող է շատ հետաքրքիր բաներ ծածկված լինի իշխանության համար։ Շատ հետաքրքիր, որովհետև ես չեմ բացառում, որ հասարակությունը կարող է սուսուփուս առանց հա տենց 18 թվականի նման ընդվզման ընդվզել քվեախցիկու։ Ես դա չեմ բացառում, բայց միևնույն է դրա համար էլ որպեսզի այդպես լինի եւ դա հասունանա, քաղաքական ուժերը, քաղաքական դաշտը պետք է աշխատի։ Նորից եմ կրկնում, ոչ թե իրար վրա օրը ամեն օր պերմանենտ ռեժիմով ցեղ շպրտի, մեկը մյուսի վրա։ Դիմադիր դաշտում կարծես արկա է այդ կոչը միավորվելու, միասին գործելու, Այո, մեծ բոլոր խմբավորումներով ճիշտ է, գործելու։ ճիշտ է։ Կա այդ, բայց դա ես բառերից այն կողմ, ֆրազներից այն կողմ գործողություն չեմ տեսնում։ Գուցե պատճառն այն է, որ ընդդիմադիր դաշտն էլ շատ միատար չէ եւ այնտեղ արդեն վխտում են այն ուժերը, որոնք դեմ են այդ միասնությանը։ Դե ով են այդ ուժերը։ Չէ, գիտեք, ես չեմ կարծում, համենայն դեպս ինչ որ ուժերի չեմ կասկածում, որ իրոք անկեղծ ուզում են ազատվել այս իշխանություններից։ Հա, բարձական այնտեղ սպոյլերներ, այսպես ասած, հա, որոնք քնում զարթնում են, իրենց անվանում են ընդդիմադիր ու գովաբանում իշխանությունների։ Բայց դա այդքան էլ շատ չեն վխտում նախ, գիտենք, հատիկ առ հատիկ գիտենք ովքեր են։ Փոքր երկիր ենք, էլի։ Իսկ հա, Հայաստանն է, բոլորին ճանաչում են, հատկապես մի քիչ արդեն կյանք ապրած ու անցած ճանապարհ անցած մարդիկ այնքան լավ գիտեն այդ ամեն ինչը, որ դժվար է թաքցնել։ Ես նորից եմ կրկնում, ես չեմ կասկածում, որ առանձին վերցրած այդ բոլոր ընդդիմադիր, ում ես նկատի ունեմ, որ իրար վրա ցեղ են շփվում, չեմ կասկածում, որ այդ մարդիկ անկեղծ ուզում են ազատվել այս իշխանությունից։ Բայց քայլերը ոչ թե չի ասի հակառակի մասին են խոսում, պարզապես ոչ մի բանի մասին չեն խոսում, այն քայլերը չեն։ Լավ, մեղմ ասենք այդպես։ Շատ մեղմ։ Պարոն Քոչարյան, անշուշտ նկատել եք, որ իշխանությունները կամ Նիկոլ Փաշինյանն անձամբ տիրապետում է որոշակի քաղաքական տեխնոլոգիաների, որոնք գործադրելով արդեն պատերազմի ավարտից հետո, եթե վերցնենք, այսքան տարի դեռ մնում է իշխանության եւ այսքան տարի դեռ ունի բավականին մեծ ընտրազանգված, որը նրան, չգիտեմ, գուցե բացահայտ նաեւ չի գովերքում, բայց պատրաստ է երրորդ անգամ գնալ եւ նույն ընտրությունը կատարել։ Ինչ տեխնոլոգիաներ են դրանք, ժամանակակից նրան հրամցնում են, նա ինքն է ստեղծում, ինչպես է դարվում։ Այդ տեխնոլոգիաները տենց չի որ բարդ են, այլ խնդիր է, որ այո, ցանկացած գործիչ, ցանկացած մարդ, լավ, հա, անում է, պետք է անի այն, ինչը բնական է իր համար, հա, այն ինչ անում է, նու ինչ որ բաներից զատ, հա, օրինակ չեմ կարծում, որ հեծանիվ քշելը բնական է, բայց օրինակ այն պրիմիտիվ բաները, իմիջիայլոց ինչքան պրիմիտիվ, այնքան ավելի աշխատող է, բայց այդպիսին է հիմա ամբողջ աշխարհում, հա, այս ինտերնետի, սոցիալական ցանցերի, կարճ ինֆորմացիաների, արագ իրար փոխող ինֆորմացիաների դարում, ինչքան կարճ, ինչ է այդ սրտիկները, ինչ է անում, դնում է երաժշտություն, սրտիկ է անում եւ դրանով ավարտվում է 10-15 վայրկյան։ Այսինքն ինչքան կարճ, ինչքան պրիմիտիվ, ինչքան հասանելի, այնքան դա աշխատում է։ Իհարկե պարզ է, որ դա աշխատում է իր ընտրազանգվածի վրա։ Ես կարծում եմ, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը խնդիր ունի հետ բերի ընտրազանգվածի բավականին լուրջ հատված, որովհետև ինքը շատ լուրջ հատված է կորցրել։ Ճիշտ է, ինքը ունի դեռ ընտրողներ, բայց եթե համեմատում ես թե ինչքան էր եւ ինչքան է,
դա սարեր եւ ձորեր են։ Ընդդիմությունը, որը ես նորից եմ կրկնում ու անընդհատ ասելու եմ, որը ցեղ շպրտելու փոխարեն պետք է աշխատի ամեն մեկը էլեկտորատի ընտրազանգվածի իր հատվածի հետ, հա։ Ենթադրենք դու գիտես, որ քո հատվածը, հա, երիտասարդությունն է կամ մի փոքր ավելի պրոգրեսիվ, չգիտեմ, IT ոլորտն է, մտավորականներն են, դու պետքա չընկնես փորձես Նիկոլ Փաշինյանից կամ մյուս ընդդիմադիրներից վեկալես, դու պետքա փորձես ամրապնդես քոնը։ Ապացուցես այդ մարդկանց, դու որ դու ի վիճակի ես եւ գան այդ մարդիկ առաջին հերթին գան հասնեն ընտրատեղամաս, որովհետեւ ամենամեծ խնդրը վերջին ընտրություններին հենց դա է։ Այսինքն դու քո էլեկտորատին հասցնես ընտրատեղամաս եւ երկրորդը իհարկե հասցնելուց հետո քեզ ձայն տան։ Եթե այդպես լինի, ես կարծում եմ ընդդիմությունը շատ մեծ շանսեր ունի հաջողության հասնելու, իհարկե միասին։ Իսկ ընդդիմությունն էլ կարիք ունի որոշակի տեխնոլոգիաների, որոշակի մասնագիտության մարդկանց ներգրավման, որոնք կհուշեն այդ փոքր։ Կարծում եմ ընդդիմությունն էլ ունի, այլ հարց է, թե դա ով է անում, ինչպես է անում, հա։ Ասենք, եթե հիմա մեկը փորձի, չգիտեմ, ասենք, նախկին նախագահներից մեկը կամ թեկուզ, չգիտեմ, նույն ենթադրենք Թաթոյանը, հա, փորձի սրտի կանի, այդ իր հակով չի, այդ ինքը չի, դա բնական չի լինի։ Հա, ամեն մեկը իր համար բնական, հա, տեխնոլոգիաները շատ են, այնպես չի որ մեկն է, եւ այնպես չի որ մենակ դա է աշխատող են ինչ որ Վստահաբար շատ են, շատ են։ Պարզապես յուրաքանչյուրը պետք է գտնի իր համար բնական։ Բռնի այդ պահի անհրաժեշտ քայլը կատարեն։ Գտնի իր համար բնականը, այն որտեղ ինքը, հա, այսպես ժողովրդի ասած, ինչ զգում է, զգալու է իրեն, ինչպես ձուկը ջրում։ Այդ գծի մեջ պետք է լինի։ Կրկնել Նիկոլ Փաշինյանին իմաստ չունի։ Վստահաբար պիտի քննադատեն կողմերը իրար, այն որ Փաշինյանի այս տարիների ուրեմն պատճառած կորուստները կլինեն խոսույթի մեջ, անպայման Արցախի հարցը, արցախցիների ուրեմն իրավունքների հարցը, եկեղեցու հարցը վերջապես դա միանշան մեր արժեքների հարցը եւ այլն, այս հարցերը ազգային բոլոր հարցերը որ պիտի լինեն, ինչ ունի հակադրելու դրան Փաշինյանը։ Մի բան, խաղաղության իր այդ բանը ես առիթ ունեցել եմ ասելու, չեմ զլանա, պարզ է, որ հասարակությունը նաև ուզում է այդ խաղաղությունը եւ դա նորմալ է։ Ցանկացած հասարակություն էլ ուզում է խաղաղություն։ Ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է ներկայացնի խաղաղության իր տեսլականը, բայց ոչ թե պարզապես խոսքերով, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Ուղղակի խաղաղությունը եկել է, խաղաղությունը այսօր է։ Անիմաստ խոսքեր, բայց քանի որ միայն ինքն է խաղաղություն ասում, ինքը այդտեղ առայժմ որ ասում է կրում է։ Որ պահին ընդդիմության ցանկացած ճյուղ ներկայացրեց խաղաղության իր տեսլականը, բայց ոչ թե խոսքերով, այլ նաև այդ տեսլականը քայլ առ քայլ ներկայացնելով եւ հիմնավորելով, այդ պահին այդ խաղաղության բանը Նիկոլ Փաշինյանի դառնալու է առ ոչինչ։ Բավական հետաքրքիր էր։ Ուղղակի ես չեմ կարողանում պատկերացնել իշխանությունների այդ պահի ուրեմն զգացողությունները կամ այդ պահի վարքագիծը։ Տեսեք, նրանք նույնիսկ հիմա այդ ձեր ասած խաղաղությունը դարձրել են այսպես մարդկանց եւս մի քանի մասի բաժանելու պատճառ, առիթ, եւ ասում են ովքեր դեմ են խաղաղությանը, նրանք գործակալ են կամ կներեք բառի համար ապուշ։ Դա իրենց խոսքերն են։ Բաքու մեկնած են հանճարեղ խումբ ունենք մի հատ, որ գնաց եկավ եւ այսպեսի ուրեմն բաներ սկսեց պատմել։ Բաքու մեկնածները խաղաղություն չեն ուզում, իրանք ուզում են լինել Ադրբեջանի, հա, ինչ որ արևմտյան Ադրբեջան։ Հենց այդ եմ ուզում հարցնել, Փաշինյանի խաղաղության կորպուսը, խաղաղության ուժերը, Փաշինյանի խաղաղության պոտենցիալը ո՞րն է։ Ոչ մի բան է, բայց եթե չկա թեկուզ մի փոքր այլընտրանք, դա միակն է մնում։ Ու էլ արդեն կապ չունի ինքը ոնց է ինչ ասում եւ ոնց է հիմնավորում իր ասած խաղաղությունը։
Դե տեսեք, հիմա նույնիսկ ՀԱՊԿ-ը հայտարարում է, որ աջակցում է այդ խաղաղությանը, նույնիսկ Ադրբեջանից են խաղաղությանը աջակցում եւ այլն, Թուրքիան է աջակցում, բայց պատկերացրեք Ամերիկանն էլ է խաղաղությունները, աջակցում, բոլորն էլ աջակցում են։ խաղաղության հնարավոր չէ չաջակցել, այսինքն դրա հակառակը պատերազմն է, բայց ամեն մեկը իր պատկերացրած խաղաղությունն ունի, իր պատկերացումներն ունի խաղաղության մասին։ Եվ այստեղ ես վստահ եմ, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը այն չէ, ինչ որ Փաշինյանի խաղաղությունն է։ Խնդիրը Ադրբեջանի պատկերացրածը չի։ Խնդիրը հայերի եւ Հայաստանի պատկերացրածն է։ Այո։ Հա։ Այդ դրա համար եմ ասում, եթե ներկայացնեն Հայաստանի պատկերացրած խաղաղությունը, որը իհարկե պետք է ունենա ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ասում է ոչ մի երաշխիք չկա, կարողա բան լինի, չէ՞, վաղնել լինի։ Այդ իր խոսքերն է, հա։ Իսկ երաշխիքները լինում են աշխարհաքաղաքական խաղացողները, որոնք ունենում են շահեր։ Հիմա օրինակի համար ես շատ կողմնակից եմ, որ Միացյալ Նահանգների այս վերջին ներդրումը, ոչ թե տրիպը, այլ Nvidia-ն չիպերի եւ այդ տվյալների բազայի հետ կապված անպայման ներդրվի, որովհետեւ Ամերիկան իր ցանկացած կոպեկը շատ լավ հաշվում է ու գիտի, որ ներդրի, հետո պիտի տեր կանգնի դրան։ Դա երաշխիք է արդեն դառնում, օրինակի համար։ Նման երաշխիք կարա լինի ցանկացած, կարա ունենա Չինաստանը, կարա ունենա Ռուսաստանը, երբ որ դու դառնում ես գործընկեր, հա, այդ այսինքն դու իմ ասած այդ որ ասում ընդդիմությունը պետքա ներկայացնի քայլերը, դրա դու պետքա լինեն այդ երաշխիքները, իսկ ինչով է երաշխավորված լինում այդ խաղաղությունը։ Հենց ներկայացրեցին, էլի եմ ասում, Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը ոչ մի կոպեկի արժեք չի ունենալու, որովհետև դա խաղաղություն չի, որովհետև ինքը ասում է երաշխիք չկա։ Եվ միակ փաստաթուղթն էլ, որի մասին խոսում են, ընդամենը նախաստորագրված ինչ-որ պայմանավորվածություններ են։ Որտեղ չկա երաշխավոր, կա ընդամենը վկա։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այո։ Քաղաքական ուժերից 1-2-ը արդեն արտահայտվել են Թրամփի ուղու մասին։ Նաև կներեք նաև ընդգծել, որ դա ինչ որտեղ կարող է խաղաղության երաշխիք լինել եւ այդ տեղից կարող է գալ խաղաղությունը։ Ինչ կարծիք եք, ինչն է նրանց հույսը կամ որն է նրանց ուրեմն կռվանը այս հարցում։ Ես ուշադիր լսել եմ օրինակ նախագահ Քոչարյանի այդ Թրամփի ուղու այդ կապված ասուլիսը, այդտեղ շատ ինձ թվում է մանրամասն բացատրում է որն է երաշխիքը, հա։ Հիմա տեսեք, նույն Թրամփի ուղու հետ կապված եղավ արտահոսք, ես ճիշտ ասած կարդացի, չհասկացա արտահոսք է, թե հենց ցիտատն է եղել Ռուբիոյի տեղակալի, հա, պետքարտուղարի տեղակալի, որ այդ ուղին չի լինելու հայ-ամերիկյան կամ բան, այդտեղ լինելու է երրորդ կողմ էլ, ընդ որում տվել էին Ռուսաստանի անուն։ Ընդհանրապես ես կարծում եմ նոր աշխարհակարգը, որը ձևավորվում է, հենց մեր աչքերի առաջ տեսնում եք այդ 28 կետ, որը դառնում է, չգիտեմ, 22-26-էական չի, խոսքը Ուկրաինայի մասին է, դրանով ձևավորվելու է նոր աշխարհակարգ, որը տարբերվելու է հնից, այսինքն այսուհետ որևէ երկրում չի լինելու դոմինանտ ինչ-որ մի աշխարհաքաղաքական բևեռի ազդեցություն։ Ազդեցությունը արդեն շահերը այնպիսին են, որ պետք է համատեղվի։ Նույն Հայաստանում անհնար է լինի միայն ամերիկյան կամ միայն ռուսական։ Այսինքն բալանսի վերականգնումը հավասարակշռության դուք համարում եք հնարավոր առաջիկայում։ Իհարկե ես հնարավոր եմ համարում։ Դե Ուկրաինան էլ դրա ապացույցն է։ Ես դեռ չեմ ուզում առաջ ընկնեմ, բայց պրոցեսները դրան են տանում, այն ինչ որ մենք տեսնում ենք Ուկրաինայի հետ կապված, այդ պրոցեսները, որ վերջին օրերին տեղի են ունենում, եւ ոչ միայն Հայաստանում, տեսեք, նույն Վրաստանում արդեն այդ բալանսը կա։ Ինչքան էլ ասեմ, որ Վրաստանի իշխանությունները օրինակ պրոռուսական են։ Այդպես չէ։ Այն ժամանակ պարզապես Սաակաշվիլիի ժամանակ կար
դոմինանտություն միայն, հիմա բալանս է պահվում։ Վրաստանում այնպես չի, որ հա ռուսները ունեն դոմինանտ ազդեցություն, այնտեղ արևմուտքն էլ ունի, այնտեղ եթե հաշվի առնենք, թե ինչ գումար է ներդրել Չինաստանը այդ հայտնի նավահանգստի կառուցման համար, եթե չեմ շփոթվում, մոտ 5 միլիարդ դոլարի չափ ներդրում է արվել։ Այնտեղ Չինաստանն էլ ունի արդեն իր շահը, ուզում եմ ասեմ, այնտեղ բալանս է լինելու մեր նման բոլոր երկրներում եւ ոչ միայն մեր նման, միգուցե նաեւ շատ ավելի մեծ։ Առանց բալանս հնարավոր չէ։ Առանց բալանս լինելու է այն, ինչ որ տեղի է ունենում Գազայում, ինչ որ տեղի է ունենում Դոնբասում, ինչ որ տեղի է ունենում ցավոք սրտի մեզ համար Արցախում, ինչ որ տեղի է ունենում Սիրիայում, այդ ամեն ինչը պետք է բալանսով վերականգնվի։ Եվ ես վստահ եմ ասում, որ մի բևեռի ազդեցության գոտիները վերանալու են աշխարհի երեսից։ Պարոն Քոչարյան, եւ ավարտելով այսօրվա խոսակցությունը անպայման անդրադառնանք նաեւ եկեղեցու հարցին։ Տեսեք, վստահաբար դուք տեղյակ եք, որ տարբեր երկրներում, այդ թվում հենց Ուկրաինայում եկեղեցու դեմ արշավներ, եկեղեցու դեմ հալածանքներ, եկեղեցիների պառակտում եւ այլն ամեն ինչ եղավ։ Հիմա այնինչ կատարվում է Հայաստանում, ես չգիտեմ, այդ գծի մեջ է, թե ուղղակի մենք որ այս 30 տարում թերևս ամեն ինչ տեսել էինք, այսպիսի բան չէինք տեսել եւ սա մեզ համար իսկապես արտառոց մի բան է։ Արտառոց է իհարկե, Ուկրաինայի հետ եկեք չհամեմատենք, այնուամենայնիվ Ուկրաինան ճիշտ է, հա, այնտեղ ուղղափառ եկեղեցին, ռուս ուղղափառ եկեղեցին, բայց այնտեղ սկսած նրանից, որ Ուկրաինայի արևմտյան հատվածում միշտ էլ ու Լեհաստանի ազդեցության հատկապես գոտում կաթոլիկներ են եղել, այնտեղ եղել է, հա, ոնց ուզում ա լինի հենց ուկրաինական ուղղափառ եկեղեցու հետևորդներ, մերը մի փոքր այլ է։ Եվ մի փոքր այլ է արդեն շատ վաղուց, հա, 1700 կամ 1500 տարի լավ, այն մերը զուտ ազգային, հա, մենք պատահական չենք ասում, որ ամենայն հայոց վեհապար։ Ինքը Հայաստանի վեհապարը չի, ինքը Հայաստանում ապրող հայերին է չի։ Մենք կյանքի բերումով, պատմության բերումով ունենք բավականին լուրջ սփյուռք, ունենք թեմեր այնտեղ եւ կաթողիկոսը միշտ նաեւ այնտեղի հայերի կաթողիկոսն է։ Չկան այստեղ այլ փոքրամասնություններն ու չհաշված բաները, սեկտաները, հա, որոնք ինչ որ մաս վերցրել են, արդեն հասցրել են, իդեպ դա էլ կարծում եմ իր տակ ունի բավականին լուրջ խնդիրներ, բայց դա վերլուծելու հետո ի խնդիր է, հիմա դրա ժամանակը չէ։ Արտառոց է, իհարկե արտառոց է, բայց գիտեք, դա անգամ չեմ կարող ասել, իսկ սրա լուծումը ոնց է լինելու։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը իր բնավորության համաձայն փորձում է ինքը քայլը անում է այն բանով, որ դե կգան իր հետ կբանակցեն։ Ну բազար է անում կոպիտ ասած, հա, ժողովուրդը տենց այդ բանը։ Փորձում է ոնց որ արել ասել։ Հետո մնում է դրա տակ։ Սամվել Կարապետյանի թեման է այդ նույնը, կաթողիկոսի թեման է այդ նույնը, մի պահ ինչ որ իմիջայլոց Ռուսաստանի թեման է այդ նույնը, որը որ ինքը անձամբ չի ասում, թեև ինքը KGB է ասում, իմպերիա է ասում, անունը հələ վախում ա տա Ռուսաստանի։ Հասկանալի։ Բայց ինչ որ մի պահի պետք է, չէ, ասի, այդ ով են այդ հիբրիդային պատերազմ, որ իմպերիան է անում։ Այստեղ կան բաներ, որ պետք է պարզապես փորձել գլխի գցել, որ ես կարծում եմ գոնե եկեղեցու հատվածը պետք է փորձել բանակցություններով լուծել։ Հակառակ պարագայում ինքը կարող է փլվել բոլորիս գլխին։ Այդ թվում նույն Նիկոլ Փաշինյանի այնպես չի որ դա կարող է պետության ու ազգի գլխին փլվի, էլի, այդ խնդրեմը։
հասկանալի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ասել եմ շնորհակալ։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։